Այո, այսօր թարգմանիչների միջազգային օրն է եւ մենք որոշեցինք մի այդպիսի հոյակապ թարգմանիչի հետ էլ զրուցել եթերում։ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քրիստինե Սողիկյանն է մեզ մոտ։ Շնորհակալություն, որ եկաք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի արդիվ։ Շնորհակալ եմ եւ գործընկերներիս անունից էլ սիրով ընդունում եմ ձեր շնորհավորանքները։ Տեսեք, շատ կարևոր է հասկանալ, որ թարգմանիչներն էլ են տարբեր լինում, կան ովքեր թարգմանում են գրքեր, շատ լավ Շեքսպիր են Ուիլյամ թարգմանում։ Այո։ Ուրախ ենք հաստել, որ հայերեն լեզվով դա հոյակապ ստացվել է ժամանակին։ Հիմա էլ համաշխարհային գրականության այդպես տարբեր նմուշներ են թարգմանվում հայերեն եւ մենք յուրաքանչյուր լավ թարգմանությանը ծափահարում ենք բոլորս եւ կա մեկ ուրիշ խումբ ձեր մասնագիտության ներկայացուցիչների, որոնք առաջին գծում են աշխատում, դրանք այդ համընթաց թարգմանիչներն են, մարդիկ, ովքեր այդ անտեսանելի connection-ը, կապն են ստեղծում այդ առաջին մեծության դեմքերի, օրինակ, տարբեր տեսակ գիտաժողովներում, որտեղ որ ամբողջ աշխարհից միջազգային գիտական խումբ է աշխատում եւ այլն, այդ շատ կարեւոր բարձր դժվար աշխատանք եւ շատ բաներ գիտեք, որ ոչ մեկին չեք ասում, չէ, ինչեր եք լսում, չէ։ Այ դա ինչ է, փաստաթուղթ ստորագրում, որ չպիտի այսպես բովանդակությունը, չգիտեմ, օրինակ բարձր հարթակներում խոսակցությունների գաղտնիությունը պահպանվելու, պահպանելու, դուրս չանելու այդ խոսակցության բովանդակությունները եւ այլն։ Կետով ինչ որ միտեղ սահմանված է։ Ում եք աշխատում։ Ես սկսեմ ձեր դիտարկումների հենց ամենասկզբից, երբ ասացիք, որ թարգմանիչները տարբեր են լինում։ Իրավի թարգմանությունը շատ բազմաշերտ եւ բազմապրոֆիլ մասնագիտություն է, թվացial մեկն է, բայց ըստ էության կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Ինչպես նշեցիք, այո, գրավոր թարգմանիչներն են, այդ ներկայիս տերմինաբանությամբ ասած կարծես թե back office-ը լինի, այսինքն դու իրենց չես տեսնում առաջնագծում, բայց թվում է թե բանավոր թարգմանիչները կամ համընթաց թարգմանիչները մշտապես առաջնագծում են, բայց նրանք էլ շատ հաճախ տեսանելի չեն։ Այդ իսկ այո, ստվերում են։ Այդ իսկ պատճառով մեզ շատ հաճախ ձայնով են ճանաչում, ոչ թե դեմքով։ Ինչ վերաբերում է տարբեր մեծության դերակատարների հետ աշխատանքին, այո, մենք աշխատում ենք եւ երկրի ղեկավարների, եւ միջազգային կառույցների ղեկավարների, եւ շատ սովորական իրենց ամենօրյա գործառույթը իրականացնող մարդկանց հետ, տարբեր ձևաչափերում, տարբեր միջավայրերում։ Այնպես որ մասնագիտությունը ինքնին բազմազան է, բայց այդ դիտարկումը, որ արեցիք գաղտնիության մասով, պիտի ասեմ, որ մեր մասնագիտության հավանաբար առանցքային հայցակերպն է, այն իմաստով, որ մենք շատ բան ենք լսում եւ իսկապես ներքին կարգավորումներով եւ ներքին էթիկական կանոնակարգով երբևէ չենք բարձրաձայնում, անգամ եթե մեր պայմանագրերում չկա այդ գաղտնիության կամ խորհրդապահության ռեժիմով պահանջը։ Բարեխղճության վրա է թողած։ Դա ավելի շուտ մասնագիտական բարեխղճություն է, այո, ավելի շատ մասնագիտական էթիկա է։ Ինչպես բժիշկների մոտ, եթե բժիշկների մոտ կա եւ բժշկի գաղտնիության եւ մի վնասիրի սկզբունքի հարումը, ի սկզբանե եւ լռելի այն, նույն կերպ կարծում եմ, որ թարգմանիչներն ունեն այդպիսի էթիկական պարտավորություն եւ մենք դրան հարում ենք։ Բժիշկների Հիպոկրատի երթում չունենք, չէ՞, թարգմանիչի երթում։ Գիտեք, երթում չունենք, բայց այստեղ իսկ ցանկանայի խոսել մեր ասոցիացիայի մասին։ Իրականում մեր ասոցիացիան 2007 թվականին է ստեղծվել եւ այն ժամանակվա համահիմնադիրները ստեղծել են այս կազմակերպությունը որպես մի կառույց եւ հարթակ, որի նպատակն է առաջին հերթին հանրահռչակել մասնագիտության ստանդարտները եւ կանոնները, որտեղ մտնում է հենց այդ էթիկական պահանջը, եւ բացի դրանից հանդես գալ որպես կառույց, որը պաշտպանում է մասնագիտությամբ զբաղվող անձանց շահերը, այսինքն նմանարկում է ինչ որ իմաստով արհմիությունը։ Եվ այդ հիմա մենք որպես կառույց ձգտում ենք ընդլայնվել։ Մենք նայում ենք թե դաշտում ովքեր կան, ովքեր են աշխատում, բայց մենք մեծապես բացի թարգմանության որակը կարևորելուց կարևորում ենք հենց այդ էթիկական դրսևորումները։ Այսինքն որչափ է մարդը գիտակցում իր թարգմանչի դերը, որքանով է կարևորում թարգմանչի դերը, որքանով է հարում այդ խորհրդապահական ռեժիմին։
Չնայած նրա որ թարգմանությունն միշտ արել են, միշտ եղել է։ Քան գիտեմ 2007 թվականին եք փաստորեն, հա, հաստատվել որպես կառույց։ Որպես կառույց, այո, բայց դուք շատ ճիշտ եք, հնագույն մասնագիտություններից է։ Մենք այսօր նույնիսկ ակնարկեցինք լավ Բաբելոնի աշտարակի կառուցման ժամանակ եթե աշխատեիք, օրինակ։ Գիտեք, իրականում այդպեսի կատակ կա, ասում այո, Բաբելոնի աշտարակը փլուզվեց հենց այդ պատճառով եւ այո, ամեն ինչ գուցե այլ կլիներ, չգիտեմ, գուցե աշխարհի ճանաչողությունը այլ կերպ լիներ։ Շահերից էիք խոսում եւ հետաքրքիր է, իսկ ինչ խնդիրների է բախվում թարգմանիչը, որ պետք է նրա շահերը պաշտպանել։ Եկեք խոսեմ հենց համընթաց թարգմանության առանձնահատկությունից։ Կարծում եմ պատկերացնում եք, որ բանախոսին զուգահեռ այլ լեզվով խոսելը ճանաչողական հսկայական բեռ է եւ հենց թարգմանչի վրա ճանաչողական, այսինքն կոգնիտիվ բեռի մասին առանձին գիտական հետազոտություններ կան եւ վերջերս մայիսին ես եւ իմ գործընկերներից մեկը ասոցիացիայի անդամ թարգմանիչներից մեկը Նորվեգիայում էինք Քրիստիան Սանդում եւ մասնակցում էինք հենց այդպիսի գիտաժողովի, որը վերաբերում էր թարգմանության եւ համընթաց թարգմանիչների կոգնիտիվ բեռին։ Սա նշանակում է, որ դու բանախոսի հետ զուգահեռ խոսում ես նույն տեմպով համարժեք բառապաշարով, համարժեք լեզվական ռեգիստրով, տվյալ ոլորտի տերմինաբանությամբ, բայց այլ լեզվով։ Ընդ որում հարմարվելով բանախոսի պաուզաներին։ Նա ինքն է որոշում, եթե տեղ տալու ձեզ թարգմանությունը։ Եթե տալիս է։ Եվս մի խնդիր էլ կա, օրինակ, սովորական թարգմանության մեջ, անգամ ռուսերենից հայերեն նախադասությունը այլ կերպ է դասավորում, չէ, վերջից առաջ։ Այո։ Իսկ համընթացը դա պարզապես միտքը պետք է ավարտուն լինի, բայց դու չունես այդ ժամանակը վերադասավորելու ըստ գրական կանոնների։ Շատ ճիշտ եք նկատում, ես հիմա դրա օրինակն էլ կբերեմ, եւ քաշվի առնելով այս հանգամանքը, որ ճանաչողական բեռը շատ ծանր է, շատ վաղուց համընթաց թարգմանիչների միջազգային ասոցիացիան սահմանել է չափորոշիչ, ըստ որի 20-ից 30 րոպեն մեկ թարգմանիչները փոխարինում են միմյանց։ Որովհետև գլխուղեղը ամենաբարդ խնդիրներից մեկն է համընթաց թարգմանը, գլխուղեղի։ Ես չգիտեմ դուք տեսել եք այդ տեսանյութը թե չէ, բայց մի տեսանյութ կա, որտեղ ցույց են տալիս MRT-ի ժամանակ, թե ինչպիսի տեսք ունի թարգմանչի ուղեղը եւ բոլոր կենտրոնները այրվում են, էլի, վառված են։ Հա, եւ Այս պարագայում մենք ջատագովում ենք առաջին հերթին հենց այդ չափորոշիչը, որ թարգմանիչները կարողանան կես ժամ մեկ միմյանց փոխել եւ աշխատել զույգով։ Սա մեր համար առաջին կանոններից մեկն է եւ օրինակ գիտեք հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր շուկա է եւ հայերենը իր տարածվածությամբ փոքր լեզու է եւ որակյալ թարգմանիչները շատ չեն, մենք պիտի ընդունենք այս փաստը։ Մենք այս չափորոշիչը որոշ իմաստով ադապտացրել ենք մեր իրողություններին եւ մինչեւ 1 ժամ Հայաստանում մենք մենակ աշխատում ենք, բայց դրանից ավելի երկար միջոցառումների պարագայում պահանջում ենք 2 թարգմանիչ, ինչը իհարկե հաճախորդները միշտ չէ որ ողջունում են, բայց սա իսկապես շատ կարևոր հանգամանք է եւ հենց մեր մասնագիտական ոլորտի կարևորագույն չափորոշիչներից է։ Ինչ վերաբերում է շարահյուսական առանձնահատկություններին, ապա այո, հայերենը սինթետիկ լեզու է, ինչ օրինակ անգլերենը անալիտիկ լեզու է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ես պիտի ասեմ այսինչ բանը պատկանում է այսինչին կամ այսինչ բանի մասն է, ես հոլովական վերջավորություն եմ ասում սեղանի ոդկը, բայց անգլերենում ես հակառակ հերթականությունը ունեմ բառերի ոդկը, սեղանի, ինչը նշանակում է, որ off, այո, այսինքն ես եթե այստեղ ունեմ հոլովական վերջավորություն, այնտեղ ես ունեմ preposition նախդիր եւ շատ հաճախ հատկապես քննարկումների ժամանակ երբ ներկայանում են այդա ամեն թարգմանչի համար սահմռկեցուցիչ պահ է, որովհետեւ մարդը գիտի իր պաշտոնը, իսկ հայկական կառույցների պաշտոնները մի քանի տող են, հա, Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, այսինչ նախարարության, այսինչ վարչության, այսինչ բաժնի մասնագետ այսինչյան։ Դու պետք է դու ստիպված ես
հետևից գալ ու մինչ դու հետևից գալիս ես այն մասնագետ այսինչ այն մյուսը արդեն հասել է իր մասնագետին գոնե այդպիսի բարդ հա այդպես ռեգալիաներով ներկայացնելուց առաջ նախապես միշտ չէ որ այդպես լինում է ցավոք սրտի միշտ չէ որ այդպես լինում է մենք իհարկե աշխատում ենք մեր հաճախորդների հետ բայց այսպես ասեմ 70% դեպքերում մենք դա չենք ունենում ես ճիշտ ասած վախենում եմ նույնիսկ հարցնել իսկ լինում են իրավիճակներ երբ օրինակ միտք է ասվում որը որ հարմար չէ թարգմանել կամ չգիտեմ միգուցե պետք չէ դա թարգմանել թե դուք պարտավոր եք ամեն ինչ թարգմանել որքան է ձեզ ազատ թողել այդպիսի մտքերը շրջանցել կամ չգիտեմ մի քիչ մեղմել միգուցե կոպտությունը արտահայտության թե ամեն ինչ հասկանալու որ քիչ թե շատ բոլորն էլ իրար հասկանում են ուղղակի այդպես է կարգը արարողակարգ կա բայց երկու բանի մասին եք հարցնում այս պահին բայց ես ուզում եմ անդրադառնալ առաջին հերթին թարգմանչի հայեցողականության հարցին որը դուք բարձրացնում եք իհարկե յուրաքանչյուր թարգմանիչ ունի որոշակի հայեցողականություն որովհետև ինքը սուբյեկտ է որքանով էլ մենք ասում ենք այո մենք խողովակ ենք մենք չգիտեմ հաղորդիչ ենք չգիտեմ ինչ ենք բայց միևնույն է մենք սուբյեկտ ենք եւ բոլորս ունենք մեր այդ անձնական ֆիլտրերը հա եւ ինչ որ մեկի ֆիլտրը գուցե ավելի նեղ է ինչ որ մեկինը մի փոքր ավելի լայն իհարկե մասնագիտական պահանջը այն է որ դու փոխանցես այնինչ լսում ես եւ ինչ լսում ես սովորաբար եւ նորմալ ձևաչափում փոխանցում ենք լինում են դեպքերը ասում են այս ինչ բանը մի թարգմանեք ու այդ դեպքում դու ունենում ես դիլեմա չէ որ ինչ որ բան ասվեց եւ հետո ասում ես ինչ բանը մի թարգմանեք հետեւաբար այդ դեպքում խնդրում ենք որ խոսքը լինի թարգմանելի այսինքն խոսակեն ինչ որ պիտի թարգմանվի որովհետեւ այլապես կամ Այսպես եթե ասում են, մի թարգմանեք, ես նայում եմ իրենց, չէ, ես ասում եմ ներքին քննարկումներ են, որովհետև եթե այո, այս ինչ բանը մի թարգմանեք, նշանակում է սա ներքին խոսակցություն, ասում ներքին քննարկումներ են, որովհետև ի վերջո ես այնտեղ եմ մարդու թույլտվությամբ ինչ որ բան թարգմանելու ես այնտեղ չեմ ինչ որ բան գաղտնալսելու կամ չգիտեմ ինչ որ բան անելու համար երկրորդ բանը մոռացա բայց շատ կարևոր բան էր որի մասին ուզում էի խոսել Ինչ հարցեիք տալիս երկրորդ մասով դժվար հարցերը խմբավորում են որ դուք երկու հարցեր չընդհատում ես հասկանում թարգմանության ժամանակ եթե այդպես պատահի որ մոռանում եք միտքը ինչ եք անում այդ ժամանակ արդյոք դիմում եք իմպրովիզի համընթաց թարգմանության ժամանակ միտքը չենք հասցնում մոռանալ որովհետև կարճաժամկետ օպերատիվ հիշողությունն է աշխատում հաջորդական թարգմանության ժամանակ չենք մոռանում որովհետև նշագրում ենք եւ այդ մեր սղագրածից վերցանում ենք եւ եղել են դեպքեր որ ասենք 7 էջ ես սղագրել եմ, ասենք մի 10 րոպեանոց խոսք եւ հետո վերարտադրել եմ, այնպես որ չէ, այդ պահին չենք մոռանում, բայց այդ ձեր հարցը լավն էր ու հիմա չեմ հիշում ինչ էիք հարցնում։ Մենք խոսում ենք դրա մասին, որքանով եք դուք ազատ ընտրության հարցում։ Թարգմանել սա թե չէ։ Հա, այդ քննարկեցինք։ Այդ մեղմելու պահը, ահա։ Այդ մեղմելու պահը։ Հա, մեղմելու պահը։ Իրականում անգլերենը նրբասացությունների լեզու է։ Այսինքն եթե դու նույնիսկ շատ կոպիտ բան ես ասում, ընդ որում ասեմ բրիտանական անգլերենը էլ ավելի։ Դու կարող ես շատ վիրավորական բանը, այնպիսի նուրբ եզրաբանությամբ մատուցել, որ մարդը շնորհակալությամբ հեռանա։ Իրականում նայած թե որ տեսակին կամ որ տարբերակին ես հարում լեզվի եւ այնտեղ կա մոդալություն, եղանակավորման կերպեր, որոնք թույլ են տալիս շատ կոպիտ բանը շատ մեղմ ասել։ Իհարկե կարծում եմ տեսած կլինեք, որ համացանցում էլ շատ քննարկվեց, ենթադրենք ինչ կլիներ, եթե Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը ընդհանուր թարգմանչով, այսպիսի քննարկումներ շատ եղան ժամանակին եւ ես կարծում եմ որ առաջ խոսքը գնաց կոստյում կրելու թե չկրելու մասին, եւ կամ դուք մեզ մի ասեք ինչ ասենք եւ այլն ինչ զգանք եւ այլն այդ համատեքստում այդ եղանակավորման մասին է խոսքը թարգմանիչը սովորաբար դա այնպես է մատուցում որ ինքը ճիշտ եղանակավորման փաթեղ հասնում ինտոնացիան էլ կապում եւ ինտոնացիան եւ առոգանությունը եւ
քերականական կառույցը, որը դու ընտրում ես, որովհետև դու կարող ես ընտրել այնպիսի կառույց, որը կարող է իր մեջ երկիմաստություն պարունակել, միանշանակություն պարունակել, կասկած պարունակել, հավանականություն պարունակել։ Այսինքն սրանք բոլորը այն խաղարկելի բաներն են, որը թարգմանչի ձեռքին է լինում, դա է սովորաբար։ Ես մի պատմություն հիշեցի կապված թարգմանիչների հետ, չգիտեմ որքան դա իրական է, բայց մեկ անգամ լսել է եւ շատ տպավորվել երկու գերտերությունների ղեկավարների միջև շատ սուր քննարկում է գնում, պատերազմ լինել չլինելու խնդիրը եւ բնականաբար շփվում են թարգմանչի միջոցով, լրագրողները սպասում են նախասրահում եւ 1 ժամ ոչ ոք դուրս չի գալիս, 2 ժամ ոչ ոք, 3-րդ, 4-րդ ժամին դուրս է գալիս թարգմանիչը եւ լրագրողներից ծխախոտ խնդրում։ Այդ պահին լրագրողը ասում է ինչ է ներսում կատարվում, ինչ համաձայնության եկան, չեկան, ինչ է լինելու։ Թարգմանիչը այսպես ծխախոտը ինչպես են ասում կծնելուց հետո խորը շունչ է քաշում, ինչպես թարգմանեմ, այնպես էլ կլինի։ Դե իրականում դա անկեղծ ասեմ, մի փոքր դույզնինչ չափազանցնում է թարգմանչի դերը եւ անկեղծ ես որպես թարգմանիչ ինձ վրա այդպիսի պատասխանատվություն եւ պարտականություն երբեք չէի վերցնի եւ այդ իմաստով եթե դուք միանաք մեր սոցցանցերի էջերին այնտեղ մենք շատ հետաքրքիր բովանդակությամբ ենք կիսվում պարբերաբար եւ մի ֆիլմ կա կարճամետրաժ հենց այդպիսի իրավիճակում թարգմանիչների վարքի մասին կարծում եմ բավականին հետաքրքիր ֆիլմ է խորհուրդ կտամ նայեք իսկ եղել են օրինակ համաշխարհային սկանդալներ թարգմանիչների վրիպակների դե կարծում եմ այդ հանրահայտ մենք ձեզ կթաղենք կամ չգիտեմ այդ բաները այո եղել են եւ կարծում եմ որ դրանք անխուսափելի են նաեւ ապագայում ուղղակի անգլերենի պարագայում քանի որ այն համատարած խոսում են շատ հեշտ է այդ վրիպակները բռնելը բայց այ օրինակ ավելի քիչ տարածում ունեցող լեզուներով ինձ ես էլ եմ հետաքրքրված թե ինչպես քանի էտապ ստուգում է անցնում այդ թարգմանությունը որպեսզի բացահայտվի այնտեղ անհամապատասխանություն անճշտություն եղավ թե չէ լավ անգլերենի պարագայում հասկացանք բայց դե օրինակ չգիտեմ տարբեր չնայած նրա որ հասկանալ են նույնիսկ եթե ինչ որ կղզի պետություններից են գաճաճ գալիս կամ նույն աֆրիկյան երկրներից դրանք բոլորն էլ գաղութացված երկրներ են եղել որտեղ որ այսպես հիմնականում բնակչությունը գիտի ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն հասկանալի է դա միևնույնն է հաղորդակցվել ստացվում է բայց այստեղ մեծ հարց կա որքանով է լավ տիրապետում չէ քաղաքական գործի չկլինի թե ով անգլերենին եւ որքանով է դա հասկանալին միայն Մեծ Բրիտանիայում շոտլանդերեն, իռլանդերենի այսպես չէ առոգանություններն են այնքան տարբերվում մեր ծանոթ անգլերենից այդ դեպքում ինչ է կանում անցնում եք բոլոր դիալեկտները հմտանում եք դրանում Եվ ընդհանրապես քանի մասնագետ ունենք, հա, որովքեր կարող են համընթաց թարգմանել Հայաստանում այսօր ասոցիացիայի կազմում քանի մասնագետ է ներառված։ Մեր ասոցիացիան վերջից կա։ Մեր ասոցիացիան 24 անդամ ունի այս պահին, բոլորը անգլերեն, հայերեն եւ ռուսերեն եռալեզու մասնագետներ են, ոմանց համար ռուսերենը ակտիվ լեզու է, ոմանց համար ոչ։ Բայց մեր առաջնային լեզուն անգլերենն է եւ մենք փորձառու մասնագետների ասոցիացիա ենք դուք շատ ճիշտ հարց եք բարձրացնում այդ առոգանական առանձնահատկությունների իմաստով որովհետեւ աֆրիկյան մի երկրի ներկայացուցիչը նույն անգլերենը այլ կերպ է արտաբերում Եվ սա տարբերվում է աֆրիկյան մեկ այլ կամ Հնդկաստանի կամ Շոտլանդիայի ներկայացուցիչների խոսքից։ Սա գալիս է փորձի հետ, սա գալիս է բազմաթիվ սխալներից քաղված դասերի հետ։ Դե չեմ ասի, որ կատարյալ ձախողումներ են եղել, բայց մի շատ զավեշտալի դեպք հենց իմ պրակտիկայում եղել է, որին ես ականատես եմ եղել բարեբախտաբար իմը չէր, սխալը, երբ մենք թարգմանչական խցիկներում ես եւ Արտաշես Էմինը աշխատում էինք ես հայերեն ինք անգլերեն այդ պահին
ինքը ռուսերեն ներողություն այդ պահին շատ մեծ համաժողով էր եւ լրագրողները ցավոք սրտի չէին վերցրել ականջակալները պրես-կոնֆերանսի ժամանակ եւ այդ մամլո ասուլիսի ժամանակ այսպես միջանցքից մի աղջնակի Աննա ջան, մի հատարի ես թարգմանի։ Գիտեք ինչ, այս թյուրըմբռնումը կա, որ եթե դու լեզուն գիտես կամ մի փոքր խոսում ես, դու արդեն պատրաստի թարգմանի ես, մոռանալով, որ թարգմանությունը միայն լեզուն իմանալու մասին չէ, անգամ երկու լեզուները կատարյալ իմանալու մասին չէ միայն։ Այնտեղ բազմաթիվ ճանաչողական գործընթացներ են տեղի ունենում, որոնք հղկման տարիների փորձի արդյունք են։ Փոքրիկ ֆրազեոլոգիզմներ կան, որոնք Անպայման։ Եվ բանախոսը այդ պահին ճիշտ չեմ հիշի հիմա կամ Կորեայի կամ Չինաստանի դեսպանն էր ինչ որ մի երկրում, որը խոսում էր հայ-չինական եւ Չինաստանի հայ-չինական հարաբերությունների կարեւորության մասին եւ սա 12 տարի առաջվա բան եմ պատմում եւ մարդը ասում է իր առոգանական առանձնահատկություններով we need to build trade between Armenia and China and ու աղջիկը չի հասկանում որն է ասում է what դու սկուտեր եք դուք ընկալում բայց ինքը ուրիշ բան է ասում այս աղջիկը դեռ բնականաբար փորձառու թարգմանչի այդպեսի բան չի անի բայց այդ աղջիկը շրջում է what Այն մարդը նորից կրկնում այդ նախադասությունը եւ աղջիկը թարգմանում է մենք պետք է կառուցենք երկաթ գիծ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ իրականում մարդը ասում է trade Այսինքն առևտուրը պիտի խթանենք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ այսպիսի նրբություններ կան որոնք հաղթահարելի են այն պարագայում եթե դու ծանոթ ես կոնտեքստին առհասարակ ծանոթ ես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին որովհետեւ կարող է ինչ-որ հանդիպման կամ ելույթի ժամանակ մի բանի հղում անեն որը քեզ անծանոթ է բայց կարող է ծանոթ լինել եթե երեկվա լուրերը նայած լինեիր մի խոսքով այսպիսի նրբություններ կան մեր գործում ժամանակակից տեխնոլոգիաները անդրադառնանք որքանով են ձեզ խանգարում օգնում համարում եք մրցակից թե այնուամենայնիվ մարդկային գործոնը միշտ կլինի առաջնային Քրիստոնե ջան ես հավելեմ ինքերու հարցը Սուսաննայի բանն այն է որ առաջին մասնագիտությունը որը համարում են վերացող AI-ի զարգացմանը համընթաց Դա հենց թարգմանիչներն են Ես չեմ ուզում խորանալ, դրանք սինխրոն համընթաց թարգմանիչներն են, թե գեղարվեստական գրականության, միևնույն է, համարում են, որ մեծ լեզվական մոդելների զարգացման պայմաններում, այսպես ասած, հնարավորությունները ընդլայնել եւ արագ խելքի բերել եւ այսպես ամբողջականացնել է թարգմանության կուլտուրան հացնելով դա գրեթե կատարյալի Դա ընդհանրապես ժամանակի հարց է։ Ես ուզում եմ հասկանալ դուք ինչ եք դրա մասին մտածում։ Այդ ժամանակի հարցի ընդհանրապես ժամանակի հարց է ձևակերպանը չեմ առարկի։ Կարծում եմ, որ կա դեռ շատ մեծ պոտենցիալ իրացնելու։ Այսինքն եթե ես այ դիվանագիտորենից թարգմանեմ կնշանակի դեռ երկար ճանապարհ կա այնտեղ հասնելու համար։ Այս դրա մասին էի խոսում, էլի ավելի վաղ։ Ես չգիտեմ քանի տարին, բայց եւ սա մեծապես կախված է հաշվողական տեխնիկայի արագագործությունից, հա, որովհետեւ այն ինչը որ 10 տարի առաջ անպատկերացնելի էր, այսօր արդեն մեր իրականությունն է։ Այս սպառնալիքը, որ մեր մահը եկել է գործազրկություն գործ չենք ունենա, ինչ ենք անելու բան, արդեն մի քանի տարի է մենք այդ ազդակները ստանում ենք։ Մենք չենք ուզում չնկատելու տալ այս խնդիրը, որովհետև սա իսկապես խնդիր է։ Բայց միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այս պահին դեռ այս տեխնոլոգիան այն վիճակում չէ, որ կարողանա փոխարինել մարդուն։ Անցյալ տարի մի շատ մեծ համաժողով էր ԱՄՆ-ում, որտեղ ես թարգմանիչ էի, եւ իրենք ունեին արդեն մի հավելված, որը թարգմանում էր բանախոսին։ Եվ մենք ասացինք եկեք փորձենք։ Եվ մեր մասնակիցները փորձեցին օգտվել։ 5 րոպե հետո եկան ասին եղբորպես խնդրում ենք թարգմանեք։ Գիտեք ինչու, որովհետեւ առաջին հերթին այդ բովանդակությունը մարդը խոսում է։
Մարդը ենթադրենք ինչ որ Տեխասի ինչ որ մի քաղաքի ոստիկանության պետ է։ Նա խոսում է իր քաղաքի իրողություններից, նա խոսում է իր քաղաքին բնորոշ մշակույթի իրողություններից։ Նա օգտագործում է երբեմն այնպիսի բառապաշար, որը մենք օրինակ չենք թարգմանի։ Oh my god, օրինակ։ Լավագույն դեպքում, այնպիսի բառապաշար, որ մեր ներկայացուցիչները ասեն, այստեղ հայոյանք կա, եկեք դուք թարգմանեք։ Օրինակ bullshit, Ավելի վատ բառեր էլ կարող են օգտագործել, բայց ուզում եմ ասել, երբ մենք լսում ենք բաներ, որոնք հայկական մշակույթի համար անհասկանալի են, մենք դրանք ադապտացնում ենք։ Մենք օրինակ չենք ասում կոմսություն, county, մենք ասում ենք շրջան, մարզ եւ այլն։ Եվ թաղամաս, այնպիսի բաներ, որոնք հասկանալ կամ ենթադրենք այնտեղ կոչումները մենք հարմարեցնում ենք մեր կոչումներին, որպեսզի մարդիկ հասկանան հիերարխիան տարբեր դերակատարների միջև։ Այսինքն բացի նրանից, որ լեզվական անճշտություններ կան, որտեղ ինչքան էլ մեծ լեզվական մոդելներ են, այնուամենայնիվ այնտեղ բառագործածության հաճախականության հիմքով են նրանք աշխատում։ Չեմ ասում չափան միավորները, foot, feet, չեմ սանտիմետր, մետր, կիլոգրամ, բոլորը։ Իսկ անգլերենը բազմիմաստության լեզու է եւ մի բառը կարող է մի քանի նշանակություն ունենալ եւ պարտադիր չէ որ բառը ճիշտ թարգմանվի հայերեն, իսկ հայերեն ճշգրտության մենիմաստության լեզու է։ Այսինքն այս դեպքում դեռ այս գործիքները լավ չեն աշխատում։ Իմիջիայլոց մենք տեղում հարցրեցինք նաև իսպաներենի թարգմանիչներին, որտեղ իսպաներենի թարգմանիչներ կային, եւ մենք որտեղ մենք ի սկզբանե մտածում էինք, որ խնդիրը հավանաբար նրանից է, որ հայերենը լավ թվանշային ներկայություն չունի այս պահին։ Քիչ են տեքստերը, բայց իսպաներենը հսկայական ծավալի ներկայություն ունի եւ իսպաներենի թարգմանիչներն էլ ասացին, որ որակը վատն է։ Այսինքն այս պահին ոչ թե մենք խոսում ենք անհնարինության մասին, այլ այս պահին մենք խոսում ենք որակի վատը լինելու մասին, բայց միևնույն ժամանակ այդ նույն գործիքները կարող են մեզ համար շատ օգտակար լինել։ Եվ հենց օրինակ խոսքը սղագրող այդպիսի ծրագրեր կան, որոնք կարող են օգտակար լինել, ասենք բառ, տեղանուն, թիվ եւ այլն ինչ որ բան հուշելու իմաստով։ Արհեստական մանրականություն կարող է օգտակար լինել մեծ ծավալի տեքստերից քեզ համար կարևորը դուրս բերելու համար։ Այսինքն կախված է նրանից, թե դու ինչպես ես դա օգտագործում, բայց միևնույն ժամանակ չհանձնվելով պիտի ասենք, որ մենք ունենք բանախոսներ, ում տեքստերը, ում արտաբերած ելույթները մենք տեքստ ենք սարքում։ Հետո վերցանում եք, հա, այդ տեքստը։ Մենք տեքստ ենք սարքում եւ այստեղ ավելորդ համեստություն չեմ անելու։ Չէ, բանավոր թարգմանության ժամանակ։ Այսինքն, երբ մարդը խոսում է հախուռն, հստակ կառուցվածք չունեցող խոսքով, ինչ որ ասում դե բանը այդ բանը, որ գնացինք, դու ասա, այդ բանը, ու դու հստակ գիտես, թե այդ որ բանը, ուր գնացինք եւ այլն։ Այսինքն շատ հաճախ մենք տեքստ ենք ստանում։ Իսկ ես չգիտեմ, արհեստական բանականությունը կկարողանա այդպես կոնտեքստայնացնել, համատեքստայնացնել այդ ամենը։ Այո, դեռ չի կարողանում։ Բացի դրանից, երբ դու ունկնդրում ես, վերջերս այդ Amazon-ով շատ են գովազդում, ականջակալներ են, որոնք դնում ես եւ անմիջապես թարգմանում են։ Ես փորձեցի դրանք, այնքան ռոբոտիկ է ձայնը, որ մի երրորդ նախ շատ դանդաղ է, շատ պրիմիտիվ է, շատ ռոբոտիկ է, այսինքն նորից եմ ասում, ես չեմ ասում դա անհնար է, գուցե 10 տարի հետո երբ ես արդեն թոշակի կգնամ, հայերեն դեպքում գուցե մի քիչ ավելի երկար, որովհետև ինքը փոքր տարածում ունեցող լեզու է, բայց միևնույն ժամանակ ինքը իր հետ բերելու է այլ հնարավորություններ, եւ ես կարծում եմ, որ մենք որպես ասոցիացիա եւ որպես մասնագետների համայնք համախմբված ավելի հեշտ կգտնենք լուծումները եւ ադապտացիոն լուծումները նոր իրավիճակի։ Հիշտն է, դուք պաստորեն պաշտոնական, ասենք, պատվիրակության անդամ լինում, օրինակ, չգիտեմ, մեկնում եք Ամերիկա մցնում, ՄԱԿ-ի գիտաժողով, որտեղ հնարավոր է ելույթ է ունենալու առաջին դեմքը, դուք պաստորեն թիվ 1 ինքնաթիռով եք, հա? Ես չէ, բայց լինում եք։ Բայց մեր թարգմանիչներից Խաչատուր Ադոմյանը այո, բայց չեմ կարծում, որ թիվ 1-ով է թռնում, չգիտեմ, դա այն գաղտնի ինֆորմացիայից է, որին մենք չենք տիրապետում, բայց եթե դուք հանրայինով լսում եք ձայն, առաջին դեմքերի հիմնականում Խաչատուրն է լինում, բայց մենք թարգմանում ենք շատ բարձրաստիճան պատվիրակությունների Ստրասբուրգում, Բրյուսելում, մեր ասոցիացիայի անդամները
Եվ բացի դրանից երևի 2 տարի առաջ շատ հաճախ էին այդպիսի դեպքերը, երբ դատավարություններն էին ընթանում միջազգային դատարաններում։ Մի խոսքով, այո, մեր ձայներն եք լսում եթերներից։ Ճիշտ ասած, ինձ զարմացնում է քիչ քանակը մասնագետների 24 համաձայնեք շատ չէ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա ավել մասնագետների, թե խիստ եք շատ Շուկան ավելի մեծ է, անկեղծ սկսնակներ կան, որոնք փորձում են իրենց քայլերը անել մասնագիտության ոլորտում։ Կան մարդիկ, որոնք այնքան էլ սկսնակ չեն, բայց որոշակի չափանիշներ կան էթիկական, որոնցով գնահատվելիս նրանք չեն հաղթահարում մեր ասոցիացիայի անդամակցության շեմը։ Իսկ դա էլ է գաղտնի, թե կարող եք Ինչը այդ էթիկական չափանիշները։ Ես ասացի, առաջին հերթին հենց խորհրդապահությունը, գիտեք, սոցիալական մեդիան եկել է մի փոքր խեղելով մեր իրականության ընկալումը։ Մարդիկ մտածում են, որ վերջերս մի երիտասարդ թարգմանչի հետ էի աշխատում, ասում է, ինչի եք ձեր գործերը տենց գցում Facebook, բոլորը որ տեսնեն, որ դուք ասում դե մարդիկ իրյակունք են սարքում գցում են Facebook։ Մենք այդպիսի գործ, ասում ուրեմն դու տարբերությունը չես զգում, որ դա Facebook-ի բան չի, էլի։ Ու գիտեք, կան դեպքեր, երբ փակ հանդիպումներից են հրապարակում անում, կան դեպքեր, երբ մի խոսքով, ես չեմ ուզում այսպիսի բաների մասին խոսենք, բոլորը գիտեն, որ ինքնակարգավորումը շատ կարևոր է, եւ նրանք, ովքեր որ այդ էթիկական եւ որակի շեմը հաղթահարում են, մենք մեծ ուրախությամբ։ Իմիջիայլոց դրա մասին ուզում եմ ասել, որ մենք 5 նոր ասոցիացված ոչ թե լիիրավ, այլ ասոցիացված անդամներ ենք ընդունում հենց այսօր։ Իսկ ինչ է այսօր, ինչ միջոցառում կա, մասնագիտական քեֆ ունե։ Այո, քեֆ չի, թեև դրանից հետո քեֆը չենք բացառում։ Ես հավաքական քեֆ ասացի։ Այսօր թարգմանության միջազգային օրն է։ Այսօր թարգմանության միջազգային օրն է եւ այդ կապակցությամբ Մատենադարանում մենք ժամը 7:30 ունենք միջոցառում, բարձրաստիճան բանախոսներ ենք հրավիրել, ովքեր կխոսեն թարգմանության կարևորության մասին։ Այո, տոնում ենք մեր օրը եւ այդ 5 ասոցիացված անդամներին էլ հայտարարելու ենք այսօր։ Տեսեք, լատիները խոսում են Վատիկանում, չէ՞, այնտեղ ելույթները եւ այլն հաճախ լինում են, իսկ ունենք հա մարդով, որ հասկանում են, թարգմանում են, թե օգտվում ենք իրենց թարգմանիչի թարգմանությունից, թարգմանության հնարավորության, չգիտեմ ինչպես է դա լինում։ Ես կարծում եմ, որ լատիներենի մասնագետներ ունենք, բայց լատիներենից թարգմանիչներ ես չեմ լսել։ Եվ կարծում եմ, որ ափսոս կլիներ այդպիսի ռեսուրսը դնել այդպիսի քիչ օգտագործվող նպատակի տակ։ Բայց այո, դուք հիմա նկարագրեցիք ռելե թարգմանությունը, երբ ինչ որ մեկի թարգմանածից ես դու վերցնում, եւ դա համատարած պրակտիկա է, որը մենք կիրառում ենք, այո։ Իսկ ձեր պրակտիկայում ամենադժվար հանդիպած թարգմանությունը կամ միգուցե առանց բնականաբար գաղտնիությունը գաղտնազերծելու ամենադժվար թարգմանությունը կամ թեման կամ դեպքը, որ տպավորվել է եւ այսպես անգամ գուցե հաճույքով չեք հիշում։ Ֆիդել Կաստրոն 8 ժամանոց ճարեր ուներ, ելույթներ ունենում, 6 ժամ օրինակ խոսում էր ամբիոնից, կամ չգիտեմ, Ուգո Չավեսը եւ այլն, այսինքն մեծ մասամբ չգիտես ինչու այդ կողմերի ժողովուրդն է սիրում երկար։ Հա, զուգահեռ դուք պաստորեն պիտի 4.5 Հա, չէ, բայց մենակ չէ, զույգով։ Ինչպես արդեն նշեցի, որում ես ասեմ, որ զույգը նվազագույն պահանջն է։ Կան կառույցներ, օրինակ ՆԱՏՕ-ն, որ 3 թարգմանիչ է վարձում եւ օրինակ Համաշխարհային բանկը, որտեղ 3 թարգմանիչ են վարձում հենց Վաշինգտոնում եւ ես այդ ձևաչափով այնտեղ աշխատել եմ։ Բայց ամենաբարդը, գիտեք, չեմ կարող նշել կոնկրետ որն էր ամենաբարդը։ Օրինակ իդիոմաներ են լինում եւ դա էլ շատ հայտնի պատմություն է ռուսերենից որևէ այլ լեզու։ Ընդհանրենք մի սենյակում 2 կանայք մեկը գլխարկն է կորցնում եւ թարգմանիչը ասում է, գիտես, այս կին ասում է, որ դու վերցրել ես իր գլխարկը, նա ռուսերեն պատասխանում է, очень мне надо, ասում է
նրան շատ պետք է։ Այո։ Դու ասում ես, բայց ոչ, հետո ասում է, բայց չեն ապնդում է, որ դուք գողացել եք, ասում են, ну, здравствуйте, я ваша тетя։ Ասում է, նա ասում է, որ ձեր մորաքույրն է։ Խրուշովի հայտնի եւ անպակաժու կուսկինում այս, դե հիմա արի թարգմանի։ Այսինքն այս դարձվածաբանությունները հավանաբար ամենադժվար կամ նույնիսկ երբեմն անթարգմանելի։ Թեև ես հարում եմ այն տարբերակին, որ անթարգմանելի բան չկա, ամեն ինչ թարգմանելի է, կարող ես նաեւ այլ բան, որ դու կարող ես այդ կարող ես չէ, համոհոտն ես կորցնում։ Այդ միանշանակ ինչ որ չափով։ Անթարգմանելի բան չկա, բայց դժվարությունը միայն դա չի։ Համընթաց թարգմանության մեջ դժվարությունները մի շարք տիպերի են լինում։ Մեկը կարող է լինել այդ տևողությունը, ինչպես դուք նշեցիք, որովհետև այդ խցիկում դու պիտի ունենաս դիմադրողականություն, որպեսզի կարողանաս շատ հաճախ նույն դիրքով նստել նույն տարածքում, փոքր տարածք է, օդ չկա, հաճախ ու անդադ տեքստ է գնում, որին դու պիտի հասցնես, այսինքն այդ թվացial ես երկու լեզուն գիտեմ եւ դա բավարար է կեղծ դրույթը հենց այդտեղ առաջին հերթին հերկվում է։ Երկրորդը դժվարությունը լինում է կոնկրետ մասնագիտական ոլորտներով պայմանավորված։ Օրինակ ինձ համար բժշկական եւ բժշկագիտական բովանդակություն է բարդ։ Ես չեմ անում բժշկական թարգմանություն, թեև սկսել եմ բժշկական թարգմանություններով, բայց հիմա դա չեմ անում։ Օրինակ իրավաբանական խոսույթը իր առանձնահատկությունը ունի։ Չգիտեմ, ինչ որ շինարարական կամ ճարտարապետականը իր, այսինքն յուրաքանչյուր թեմայի պարագայում դու ունես տերմինաբանական կամ կոսմոլոգիայի, ասենք, չգիտեմ, գիտնականների համաժողով է։ Ահա, իդեալոց ես ձեզ ասեմ, որ երբ որ այստեղ ստարմուսներ անցկացվում, բավականին ծանր տեքստեր, բավականին ծանր բովանդակություններ կայացվում եւ շատ կարեւոր է որ այսպիսի բարձր պրոֆիլի եւ շատ մեծ կարեւորություն ունեցող միջոցառումները լավ թարգմանիչներ թարգմանեն։ Անverջ կարող ենք դες զրուցել, բայց ժամանակով ենք սահմանափակված մի հարց է, այդքան լավ գիտեք տիրապետում եք լեզվին, փորձ ունեք մեծ, բայց հայտնվում եք օրինակ, չգիտեմ, Ամերիկայի միացյալ սովորական առօրյա խոսակցական միջավայրում դուք ձեր անգլերենով տարօրինակ տպավորություն չեք թողնում, ոնց որ հիմա մենք օրինակ պատկերացրեք հանդիպենք մաքրամաքուր հայերեն խոսող ինչ-որ ոսկեղենիկ, այսպես։ Ես ուզում եմ հասկանալ նման այսպես իրավիճակներում ինչպես եք, թե դուք դա էլ գիտեք այն կրճատ, ասեք, բան է առօրյա անգլերեն ինչքանով եք տիրապետում։ Հիմա մենք հայերեն ժարգոն գիտենք, չէ՞, բայց այդպես չենք խոսում։ Այսինքն ամեն մարդ ինքը ունի, ամեն մարդ ունի իր իդեոլեկտը, ամեն մարդ ունի իր անհատական լեզվական շրջանակը եւ ամեն մարդ խոսում է դեռ այո դուք շատ ճիշտ նկատեցիք ես անգլերեն եմ այսպես խոսում գրականին շատ մոտ ակադեմիական անգլերենով եւ բազմիցս շատ զավեշտալի դեպքեր են եղել եւ ես սա կպատմեմ ու եւի ձեր ժամանակն ու համբերությունը այլևս չեմ չարաշահի մի բան ասեմ որ Ամերիկայի միշտ ինձ ասում են դուք Բրիտանիայից եք Այսինքն իրենց մոտ ասոցիացիան անմիջապես դրան է տանում, բայց 22 թվին, եթե չեմ սխալվում, ես եւ գործընկերուհիս Lufthansa-ի աշխատակիցների գործադուլի եւ նաեւ բազմաթիվ ձախողումների պատճառով 3 օր մնացել էինք օդանավակայան Ֆրանկֆուրտի եւ ամեն երեկո մեզ ուղարկում էին հետ հյուրանոց վաուչերներով եւ արդեն 3-րդ գիշերը երբ արդեն էլ համբերությունը հատել է 3 օր անորոշության մեջ եւ որևէ կերպ քեզ չեն ուղարկում տուն ոչ մի հեռանկար չկա որի վերջո կվերադառնաս նստում ենք տաքսի եւ ակնհայտ միգրանտ կին է տաքսու վարորդը եւ փորձում է իր կոտրված անգլերենով խոսացնել մեզ։ Ինչ է, ինչի եք եկել եք տեսնեք բան եւ ես այդ 3 օրվա կուտակված վրթովմունքը վերբալացնում եմ, խոսքայնացնում եմ ու սկսում եմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ COVID-ի համավարակից հետո կրճատումներից եւ այլն, այս խեղճ գիտե, այսպես սարսափահար նայում է այդ հետևի հայելու մեջ, այսպես ուզում է հասկանալ թե ինչ է տեղի ունենում։ Ընկերուհիս այսպես նայեց, ասեց. «Սողիկյան, սպասի։ Lufthansa կապուտ»։
Եվ դրանով Գերուի Շուշանիկն է Ղաբաբյան իջայլու ջերմ ողջույններ։ Լավ չի պատտվել, ասել է ինձ հետ։ Լրի վայել վիճակներ, լրի վայել վիճակներ։ Շնորհակալություն շատ, որ եկաք համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քրիստինե Սողիկյանն էր։ Մեր հյուրը մենք խոսեցինք այսօրվա տոնական տրամադրության շրջանակներում այն առումով, որ այսօր թարգմանիչների միջազգային օրն է, տարբեր մասնագիտական առանձնահատկություններից շնորհակալություն, որ եկաք, շատ հաճելի է ձեզ հետ անցկացնել այս վերջին 40 րոպեները անկեղծ 40 Ես նաև Շատ հասկացա, շնորհակալ եմ։ որ թարգմանիչներին այդ դեմենցիա ասվածը չի սպառնում։ բացարձակ, դա վստահ, որովհետև Դա միակ բանն է, որ մեզ հույս է տալիս մեր գործում։ Հա, ես համենայն դեպս այդ տկարամտությամբ տարապող թարգմանիչ չեմ հանդիպել։ Հուսանք չի լինի։ Այո։ Նույնիսկ պատկառելի տարիքում թարգմանիչները իրենց գործը հոյակապ անում են, ընդ որում ասում հայտնի շատ գրողներ, որ մենք գիտենք, օրինակ Կորնեյ Չուկովսկի, ասում են հոյակապ անգլերենից թարգմանիչ է եղել իր ժամանակներում, ուզում ասել, այդ դա ևս մի ապացույց է, որ մինչև խորը ծերություն չեն կորցնում մտքի սրությունն ու միտքը առասարակ։ Շնորհակալություն։